Բարի լույս, բարի օր, հարգելի հետևորդներ ջան, հարգելի հետևորդներ ջան, ուրեմն դրսում քամի էր, չէի կարողանում այդպես ասեմ, ինչ ենք անում։ Այսօր այդ մի փոքր տարածք հողը փորում ենք, ուզում եմ լոբից անեմ, լոբին էլ անփետ լոբի է, սենց ճուճուտ լոբիներ է, սենց են ասում, ճուտ, այսինքն սենց կախվող լոբիներ է էլի, ոնց բացատրեմ, մարդիկ կլինեն, որ կհասկանան, փետով լոբի չի, անփետ լոբի է, ու ինքնը շատ լավ, սենց համ համով լոբի է, համ բերքատու լոբի է, այդպես է կոչվում, շատ չենք փորում, որովհետև լոբուսերն այդքան էլ շատ չի, հիմա այդքան տարածքը փորում ենք, հետո մարգերը կքաշենք, վաղը ջրի օրը կջրեմ, հետո ջրելուց հետո կցանեմ, ուրեմն այնտեղ նորից կանանչից, որ գինձ էի ցանել, դուք հիշեք, որ սամիթել եմ ցանել, սամիթ սոխ մենակ գինձն է ծլել, սամիթն ու սոխը չծլեց, երևի այս անձրևներից է, այս եղանակներից է, հիմա այդ գինձի կողը նորից փորել եմ, էդ էլ ուզում եմ նորից գինձ ցանեմ, դե մինչև սա արդեն ուտենք, էնի կծլի։ Դրսում ունենց քամի, համ գործ էինք անում, համ էլ սառեցի, չէի կարողանում, ուզում էի խոսալ, բացատրենք, ինչ էինք անում, այդպես քամուձենն էլ չէր թողել ժողովուրդ ջան, դրա համար առավոտ շուտ, ասենք հելնենք մեր գործը անենք, հետո անցնեմ իմ տնային գործերով։ Դե Էլենս էլ այսօր շաբաթ է, Էլենը պիտի գնա արդեն իր երաժշտական դասերին, սոլֆեջո, թար, հա Էլեն ջան, այսօր սոլֆեջո ունի, թար ունի իմ աղջիկը, դե հիմա առավոտյան գործը, առավոտ շուտ արթնացել ենք, հելել ենք այդ այգու գործերն ենք անում, հետո նոր կմտնեմ տունը, ես ասի մի հատ բացատրեմ, ինչ ենք անում, որ ձեզ համար հասկանալի լինի։ Չորս առու, հա, 1, 2, 3, 4, հա, 4 առու, լոբուսերն էլ այդքան շատ չի։ Ժողովուրդ, այս էլ կարտոշկեն ա, որ ցանել էինք։ Ինչ հավասար ծլել է։ Այս մի փոքր մարգի մեջ ռեհան եմ ցանել։ Որ հենա ծլում է։ Ժողովուրդ ջան, այդ ձավար եմ եփում, որ սպասեք եմ այսօր որոշել եմ, որ թարմ ավելուկով, դաղցով, քարավուզով սպասեք եմ, ու այդ բոլորն էլ ունեմ այգու մեջ։ Հիմա լավ լվանամ, դնեմ գազօջախին, թողեք։ Բազին քիչ կանանցացնենք
Նայեք, հարգելի հետևորդներ ջան, լոբու առուները արդեն պատրաստ է, մարգերը, ասենց ասեմ, վաղ առավոտյան ջուրը կգա, կջրեմ, երևի հաջորդ օրը նոր կցանեմ։ Ուրեմն էլ քարավուզն է, հենա տեսեք ինչ լավ թարչի քարավուզ այլ է, էս էլ այսօր առավոտյան էլի որ փորեցինք, կանանչին ցանեցի, նորից համեմ եմ ցանե, գինձ, սենց ասած։ Էսի միջև ուտենք, տեսեք, ժողովուրդ ջան, էս էլ լավել է, դեռ բայց փոքր է։ Ինչով էսի ուտենք, ենի արդեն կծելի։ Ու այս տարածությամբ, այս փոքրիկ հողակտորը պետք է փորենք, այստեղ էլ երևի շատ չէ, մի 2 առու, պոմիդոր եւ բիբար, շատ բան չեմ կարող տնկել, որովհետեւ տարածքը այդքան էլ շատ չի։ Տեսեք ինչ քամի էր, առավոտը հողի գույնը նայեք, խոնավ էր, հիմա քամին լրիվ չորացրել է։ Այսպես ժողովուրդ ջան։ Ուրեմն այստեղ մի հատ սու եմ ջարդել, հարգելի հետևորդներ ջան։ Այս էլ մածունն է։ Ինձ ամբողջությամբ էլ լցնելու է։ Զավարն էլ արդեն եկած է, մի հատ նորից ջրի տակ կլվանա, վրայի փրփուրները լրիվ կմաքրվի, նոր կլցնեմ արդեն մածունի հետ։ Էսի տնենք այստեղ, Էլենչոս գնաց իրա դասին եկավ, հիմա այս պահին նկարում է Էլենը ժողովուրդ ջան, մինչև չէի կարողանում նորմալ նկարեի, լավ դասարիր Էլեն ջան, նվագեցիր թառդ բալես, ներքդ լավ էր, բա սորվեջոտ, քանիսին ես գնացել, ժամը քանիսն էր, մեկը, մեկից երեքը, մեկին 10 պակաս, հա, մեկին 10 պակաս, նոր տուն եք, երեքը կա ժամը, հա, երեքն է, հարվի, հավելացնեմ ալյուր, մեկ կտալ, այսօր հավեսս տվեց ժողովուրդ ջան, որ գնացի այգի տեսա, այդպես կանանչներ կա հավեսին, ասի սպասում մի հատ լավ, սպասեք եմ, շուտվանից չենք էպե չէ էլ ենք մի սպաս, հիմա լցնեմ ծավարը, ես են ծավարն է, լավա էպ է, դրել եմ գազին ու Էլենը գնացել է, ջուրը թափնեմ, ասա չես ընգնում, քեզով է ձեր տվել, ուրեմն այստեղ նորից ավելացավ, հարգելի հետևորդներ ջան, այս էլ հիմա նորից կլվանա, կքամվի, կդնեմ սարցարանում, որ ունենում եմ սենց շատ հարմար է։ Արդեն դնենք հարգելի հետևորդներ ջան, ուրեմն մենք կգազօջախին ու հանգիստ խառնենք։
գնացինք Էլեն ջան։ Այս էլ թող լավ քանվի, ամանով դնեմ սառցարանում։ Այլ այս կաթսաները լվանան։ Նայեք ժողովուրդ ջան, աման չունի լվալով, հիմա այստեղ, ահա, 2 հատ կաթսա ավելացա։ Կտրվի ժողովուրդ ջան, դե որ ամեն դեպքում ալյուրը և ձունը չկա չի կտրվի, բայց ես էլի խառնում եմ, պես ացրային չեմ հնում, որ խառնեմ։ Հիմա ինչ պիտի անենք, պիտի սպենք ու դասավորենք։ Ես էլ լվանում։ Այստեղ տեսեք ինչ լավը կա, թարջիկ, թար։ Ձեսի մեկ։ Ձեսի երկու։ Այս էլ քաղեն երևի արդեն չեմ քաղի, որովհետև էլի ունեմ կանաչ լցնելու մեջը ժողովուրդ։ Ինչ կա ման է։ Բա ինչ ես անում էտե։ Խաղում եք։ Այս պատվաստը կպել է, հովիկ։ Ժողովուրդ, ուրեմն էսի թթի ծառա, այստեղ ծիրան այլ է, չորացել է, կտրել ենք, թութա, ամուսինս պատվաստել է։ Էսի հետ պատվաստած աչքեր, այդպես են ասում։ Կպել է, մի հատ էստեղ, մի հատ էլ էս կողմի վրա, սենց հեռու պահեմ, երևա։ Դե գոջակ խաղում ժողովուրդ, ես էլ ուտեմ, ես էլ մի քանի օրից արդեն կմեծանա։ Ժողովուրդ, եսի դաղցնա, վայրին անային ասում, այ ոտ ես ինչ անուշակ ալի, դե պարկերացրեք, սպասի մեջ չկան, անուշ հոտ կգար, եսի հերիք,
Ջրի հիմա տանեմ լավ լվանամ, կտրտեմ սպասի մեջ։ This. Հիմա սրանից պետքա մի աման վերցնեմ Էլենին, դե Էլենը առանց կանանչի է սիրում, ժողովուրդ չի սիրում ոչ մի կանանչի մեջը։ Եթե շատ ժամանակ այսպես նկարում եմ, կանանչիներ եմ կտրում, ուրեմն իմացեք, որ Էլենը չի ուտում։ Հիմա սենց մի աման կվերցնեմ Էլենին, նոր կանանչիները լավ լվանալուց հետո կկտրատեմ արդեն սպասի մեջ։ Թանձր սպասա ստացվի։ Կտորել կարակ տնենք։ Ջան, հերսին քեզի մի ամա հաղալեցին եմ արդեն լավ լվացել եմ։ Կտրտեմ մեջ։ Կարակ կլցնես մեջը նոր, եթե հիմա ուզենաս ուտես։ Ժողովուրդ այս անգամ առանց տախտակի եմ կտրատում, որոշեցի հենց սենց մկրատով կտրեմ։ Դե մկրատն էլ է արդեն լվացել, չմտածեք չեմ լվացել։ Մի քիչ էլ թող խոշոր կտրեմ։ Հետո պատկերացրեք ինչքան համով կստացվի այս սպասը ժողովուրդ։ Համել չեմ լցնում, դե այսքան կանանչին որ լցնում եմ, համել չեմ էլ օգտագործում։ Կարող է խոտել անել են ջան, խոտ արել է, չի, այդ երևի ավելի կվոր խաղեցի, չնայած մաքրել է, բայց էլի պատահում ավալիս։ Կտրեմ։ Պատրաստ արդեն։ Ժողովուրդ ջան, իրոք էդ ինչ լավն է, էդ ինչ անուշ բուրում է։
Հարգելի հետևորդներ ջան, երևի այսքանով էլ ավարտենք այսօրվա հոլովակը։ Այսօր ինչ արինք, այսօր առավոտյան հենց դրսում ենք ելել, ահագին գործ ենք արել, մի փոքրիկ հողակտոր ենք փորել, լոբիի մարգը սարքեցինք, նորից կանաչից անեցինք, խոտ եմ քաշել, ուղղակի այդ պահերը չեմ կարողացել, որ այդպես նկարեմ, բայց ահագին խոտ եմ քաշել, խոտը քաշել ենք, որ նորից կարողանանք փորենք տարածքը։ Եվ պատրաստել եմ շատ համով թանապուր, հարգելի հետևորդներ ջան։ Բոլորիդ ասում եմ ամենալավն ու բարին, ցտեսություն բոլորիդ եւ առողջ մնացեք։ Եվ հարգելի հետևորդներ չասեմ, ասեմ հարգելի ժողովուրդ, այսպես ասեմ, որովհետեւ դուք դիտում եք առանց բաժանորդագրվելու, առանց լայքելու, դժվար չի բաժանորդագրվելը, ընդամենը սեղմում եք զանգակ կոճակը, հարգելիներս։ Դուք կարող եք աջակցեք մեր ալիքին, ընդամենը դառնաք մեզ բաժանորդ եւ շնորհակալ եմ բոլորիցդ, ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ։